Բարի օր հարգելի ժողովուրդ, մենք այսօր գտնվում ենք Վերաքննիչ դատարանում կենդանասերներով եւ չգիտեմ սա միացել է նորմալեսում է եւ կենդանապաշտպաններ ու ընդհանրապես մարդկանցով։ Մենք այսօր ինչի ենք այստեղ գտնվում, գիտեք, մի օրեր առաջ երբ որ շանք հաշտվող կենդանու վիդեոներ, մարդիկ ասում են չգիտենք ինքը ինչ արել, ինչի եք սենց անում, դա հարիր պահվածք չի։ Հիմա ես ասեմ, որ մենք ինչ էլ անենք, հարիր պահվածքից սանդղակներով ներքև, որտեվ մի քիչ են կողմ գտնվում են այն ստահակն ու իրա կինը, որոնք տղան չկա, որոնք խմբային կատվին տանջել են, մենք հեսա դնելու ենք վիդեոն, որ եւ վստահ եմ դատավորները նույնիսկ կարող է չնայեն, ես էլ չեմ կարողացել մինչև վերջ նայեմ, թող ժողովուրդը նայի հասկանա, թե ինչի համար ենք մենք վրդոված։ Այս ինչ թղթեր ամոթս, ես որոշ բաներ եմ հանել հետազոտություններից եւ հեսա ներկայացնելու եմ, ու մենք այսօր ստեղ եկել ենք ոչ թե հիմա կասեն մի կատվի համար գնացիք, մի կատվի համար չէ, ձեր երեխեքի համար ենք ստեղ, որտեվ այդ կատու տանջողը, շուն տանջողը վաղը ձեր երեխեքին է տանջելու, այն ինչ որ մենք հստակ տեսնում ենք կատարվում է երկրում։ Եվ սա մենակ իմ խոսքերը չի, ես հեսա փաստերով էլ կապացուցեմ, ձեր բոլորի սիրած ԱՄՆ Եվրոպային, որ բոլորդ գնում եք այդտեղի հետազոտություններով։ Մենք այսօր եկել ենք այստեղ, որովհետև այդ կատուն լեզու չունի, պապա մամա չունի, ծանոթ դատախազ չունի, չի կարա գնա դատախազության դուռը մլավի իրան հասկանան, չի կարա գնա քնչական մլավի, չի կարա փաստաբան վարձի։ Այսօր մենք բոլորս այդ կատվի ձայնն ենք եւ այն եթե այսօր դատարանը չորոշի այս ստահակին ազատությունից զրկելով պատիժը տալ, այդ 3 տարվա պատժի փոխարեն, ռեալ ազատազրկում լինի, ուրեմն բոլորդ իմացեք, որ դուրսը կա մի մարդ, մանյակ, որը վաղ ձեր երեխեքին է գնալու այդ այնց դեզերում, անպաշտպաններին։ Եվ էլի եմ ասում, որովհետև ցանկացած դաժանություն կենդանու նկատմամբ ինքը հետագայում փոխակերպվում է մարդու նկատմամբ դաժանության։ Ու դրա մասին ես հեսա ասենք, որ նա այսօր խոշտանգելա չէ կենդանուն, վաղը տեսեք ինչեր են իրանք անելու անպատիժ մնալու համար։ Հիմա նայեք, ընդհանրապես մի քանի հատ թվեր բերեմ, թեկուզ դատարանին էլ կարող է հետաքրքիր լինի։ Ես Ամերիկայի FBI-ն եմ ասում, դաշնային բյուրոին, որ 2016 թվականին կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը ներառել են մարդու դեմ բռնությունների բարձր ռիսկերի սանդղակում։ Իսկ մարդիկ հետազոտություններ եւ հասկացել են, որ այն մարդակերպային երկոտանին, որը կարող է աչք, հոգի ունեցող, դա ասում են գույք, բայց դա գույք չի, դա հոգի է, որը կարողանա նայել աչքերի մեջ եւ խեղդել կամ սրանց նման տանջամահանել, իսկ այդ մարդը չի զազրի երբեք ուրիշի երեխային, անօգնականին, անպաշտպանին։ Սա 2016 թվականի FBI-ի հետազոտություններից եմ հանել եւ դաժան վերաբերմունքը կենդանու նկատմամբ վերջիններս իրենց հետազոտությունները NIBRS Group A offense, այսինքն առաջի խմբում են իրանք սա ներառել, որ մարդը, որը կարա դաժան վերաբերվի կենդանու հետ, ինքը հետագայում կարող է նույն դաժանությունը ցույց տա մարդու եւ ոչ թե կարող է, այլ 80% դեպքերում ցուցաբերում են։ Եթե մենք գնանք այլ գիտական հետազոտությունների, սա դատարանի համար եմ ասում, որ իրենք զբաղված են միգուցե ժամանակ չունենան, 43 հետազոտություն է կատարվել վերջի տարիներին մետահարթակում եւ վերլուծությունները ցույց են տվել կենդանիների հանդեպ դաժանություն ցուցաբերածները հետագայում ընտանեկան բռնություն, այս մեր երկրի սիրած թեման ընտանեկան բռնություն եւ հետո երեխաների հանդեպ այդ ընտանեկան բռնությունը 76-ից 88%։ Մի բան էլ ավելացնեմ, որ պատկերացնում եք տերորիստական բոլոր կազմակերպությունները, այդ թվում նաեւ ԻԳԻԼ-ը, կենդանու նայում են որպես անշունչ գույք եւ օգտագործում են պայթուցիկներ տեղափոխելու համար։ Եվ հիմա նայեք, եւ երբ որ արդեն նայում են, թե այն մարդիկ ովքեր որ կենդանուն նման կերպ են վարվել, այսինքն կենդանու վրա վերջիններս վարժվում են, հետո գալիս են մարդու վրա։ Ավելին ասեմ, որպես հայ առաջի քրիստոնյա ազգ եւ քրիստոնյա դատավորներ, խնդրեմ բացեք Աստվածաշունչը եւ կարդացեք Աստվածաշունչ առակների 12:10, որտեղ գրած է արդարը հոգ է տանում իր անասունների մասին, իսկ ամբարիշտների սրտերը դաժան են։ Այսինքն ով չի այս խոսքը շատ պարզ է,
ով չի կարող ունենալ գթասրտություն կենթանու նկատմամբ, նա չի կարող մարդասեր համարվել։ Հիմա մենք այսօր դատարանից ինչ ենք եկել խնդրելու։ Մենք եկել ենք խնդրելու, որպեսզի դատարանը հանրությանը զերծ պահի տարատեսակ մարզպետներից, մարզպետների շրջապատից, որ վաղը իցավսից տիգրաններ չգտնեն խեղտված, խեղված ճակատագրեր եւ գյուղերում շատ ավելի շատ բաներ չգտնվի։ Եվ որովհետեւ այն մարդը, որ կարա կենթանուն, անպաշտպան կենթանուն։ Կենթանին ի՞նչ է, կենթանի մարդուրան այն ասում են երևի Աստված է, ինձ կերակրում է, փաղաքշում է, բայց ինքը չի պատկերացնում, որ սա ոչ թե Իրանից ինքը вообще մարդ չի, կենթանի է։ Մեր դատախազը կարող է խնդրեք ինքն է մեզ հետ նայել։ Չի նայ, բայց մեր դատախազը հենա եկավ այս գործով կատվի շահերի պաշտպանը ինքն է, փաստացի մենք չենք կարողանում մեր իրավունքը իրացնենք, դատախազին անցյալ դատական նիստին խնդրեցինք, որպիսի միջնորդի, որ այդ կատուն խոշտանգելու վիդեոն, որ շամփուրներով խեղում են այդ կատվին, այդ կատուն գոռում է մամա, մարդու լեզվով, ավելի շատ մարդու լեզվով, քան թե շատ մարդիկ ու ինքը ասում է լավ եմ անում, որտեվ դու իմ աղավնուն կերել ես։ Հիմա սրա կնիկը, եթե տավարի միսա կերե, հիմա ինչ անենք, ցուլը գա, իրա կնգան ինչ անի։ Ասի խես իմ կովի միսը կերել, հա, ինձ հետաքրքիր է։ Ես հիմա շատ ուզում եմ, որ այս վիդեոն բոլոր այն հանրության համար ասում ինչ հարեմի կատվի հետևից ենք ընկել, նայեք վիդեոն եւ պատկերացրեք, որ վաղը սա, եթե մնաց ազատության մեջ, անելու է ավելի թույլ էակների հետ։ Մի երեխայի հետ, ով որ կարող է ռագատկայով իր աղունիկին խփի, ինչ որ մեկին, որ կարող է իր աղունիկին, չգիտեմ, նորից որսա եւ այլն եւ այլն։ Ինձ չի հետաքրքրում իրա որևէ ասած, ես անասուն չեմ լսում։ Ես ուզում եմ մարդկային հոդաբաշ խոսք լսել, անասուն, եթե դուք ուզում եք Գրիգորյանի խոսք, հիմա Գրիգորյանի խոսքը ուղիղ եթերով կնայեք ինչ անում կատվին։ Ուրիշ բան նա չի կարող ասել։ Փոքր ինչ հավելումներ անեմ, ուրեմն առաջի Ատյանի դատական ակտը, հա, որոշումը կապված էր նրա հետ, որ մարզպետը ունի մեծահասակ մայր, իբրև միակ խնամողն է։ Ուզում եմ ուղիղ եթերով նորից կրկնել, հիշեցնել, որ դա այդպես չէ, որովհետև մարզպետ ունի եղբայր, հարևանները ասել են, որ նույն բակում երկրորդ տանը եղբայրն է ապրում մամայի հետ, մարզպետ ունի չափահաս տղաներ, որոնք կարող են իրենց տատիկին խնամել, մարզպետ ունի կին, որը կարող է իր սիրելի սկեսուրին խնամել, եւ ուղղակի աբսուրդային է այն, որ մարզպետը մամային խնամելու համար իր պատիժը չպետք է կրի այնպեսին, ինչպեսին պետք է, որովհետև մենք չգիտենք մարզպետը մի օր էլ իր աղունիկների համար ինչ կարա անի մամային եւ այլն։ Երկրորդը, ուզում եմ հիշեցնել, որ Արամուսում օրեր առաջ տեղի ունեցած 4 սպանության հեղինակը հարևանների հետ մենք խոսել ենք եւ հարևանները պատմել են, որ դեռ վաղ տարիքից այդ մարդը կենթանիներ է սպանել, խեղել։ Այսինքն մենք տեսնում ենք այդ տենդենսը, որ կենթանիների վրա պարապած մարդը հետո որոշակի տարիքում նաև արդեն անցնում է մարդկանց, որովհետև կենթանիները արդեն հետաքրքիր չեն եւ մեր պայքարը կատվի կամ շամ պայքար չի։ Մեր պայքարն է, որ մենք մանյակների հետ չապրենք, որովհետև այսօր շուն ու կատու են, վաղը լինելու են անչափահաս մանկահասակ երեխաներ, ծերեր, հաշմանդամներ։ Եվ պետք է նման մարդիկ պետք է պատիժ կրեն։ Իսկ հիմա եթե ավելացնեմ, մի բան էլ ասեմ, ես հենց այդ բառի, որ առաջացային դատարանը որոշել որ մարզպետ իր մորն է խնամում, հիմա կրակն ենք ընկել, որ կատուն լեզուչունի չի խոսում, կատուն է աղունիկը վերցել էր տաներ իր հիվանդ մորը տար կամ իր հիվանդ ձագերին։ Սա ինչ է նշանակում։ Այդ մորը երևի թե որ նման ծնունդ է բերել, լավ կլիներ ինքը ծնած չլներ էլի։ Հիմա ես ուզում եմ, որ հեսա դնելու ենք սա, ում ներվերը կհերիքի, թող նայեն, մատ տեսնեն թե ինչ ա, ես չեմ կարողացել մինչև վերջ նայեմ։ Քանի որ մենք չունենք այդ իրավունքը դատարանում սա ցույց տալու,
Come inanına saat geleceğiz. Doğru. Aa. Yoksa lan bunu İspanya'ya gitmeseniz kıydı. Valla. Zahma. Vai testar com limanas. Մենք բոլորս ուզում ենք դիմենք վերաքննիչ դատարանի դատավորներին խնդրանքով, որ ի մարդասիրություն խնդրում ենք մարզպետ Գրիգորյանին մեկուսացնել հասարակությունից, որովհետև վերջինիս գտնվելը հասարակության մեջ վտանգ է ներկայացնում բոլորիս համար։ Սա է մեր բոլորիս խնդրանքը վերաքննիչ դատարանի դատավորների կազմին։ Հուսանք, որ ականջալուր կլինեք, որտեվ էլի եմ ասում, սա մեր համար մի կատվի, մի շանկամ, ինչ-որ մի PR պատմություն չէ, էլի, ճիշտ հասկացեք։ Մենք բոլորս մտածում ենք, որ սրանք վտանգավոր են։ Հուսանք, որ դատական նիստի ավարտին շնորհակալություն կհայտնենք արդար դատական ակտ կայացնելու համար։